Վաղար շաբաթ համայնքի Գեղակերտի դպրոցի քպական տնօրեն Անուշ Համբարձումյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը եւ բացակայելու արգելքը։ Այս մասին Եվրոմեդիա 24-ին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Հիշեցնենք, որ վաղար շաբաթում ընթացող քարոզարշավին զուգահեռ Գեղակերտի դպրոցի քպական տնօրեն Անուշ Համբարձումյանը բարեգործությամբ էր զբաղված, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով քարոզարշավի ընթացքում թեկնածուները, կուսակցականները վստահված անձիկ չեն կարող բարեգործություն անել, արգելված է խախտողներն էլ պատժվում են ազատազրկմամբ 3-ից 6 տարի ժամկետով։ Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Տեներիֆեի կղզում շաբաթ օրը տեղի ունեցած ողբերգական փոթորկի հետևանքով մահացել է 3 մարդ, վիրավորվել առնվազն 15-ը։ Գրում է Euronews-ը, տեղի պաշտոնյաները նշում են, որ Կանարյան կղզիների ամենախոշոր կղզում ալիքների բարձրությունը հասել է մինչև 4 մետրի։ Մեծ ալիքների եւ ուժեղ քամիների պատճառով կղզեխմբում նախնական տագնապի վիճակ էր հայտարարվել դեռևս ուրբաթ։ Բնակիչներին կոչ է արվել հետևել նախազգուշացումներին, ցուցաբերել զգոնություն եւ միջև սպառնալիքի վերացումը հնարավորինս երկար մնալ ցամաքում։ ԱՄՆ սենատորները երկուսակցական համաձայնության են եկել ԱՄՆ պատմության մեջ կառավարության ամենաերկար շատդաունը դադարեցնելու համար, որը տևել է 40 օր, հաղորդել է BBC-ն։ ԱՄՆ կառավարությունը մասնակիորեն փակ է մնացել 1 ամսից ավելի։ Կոնգրեսի կողմից պետական ծառայությունների ֆինանսավորման վերաբերյալ համաձայնության չգալու պատճառով նախորդ ռեկորդը 35 օր գրանցվել է Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում եւ ավարտվել է 2019 թվականի հունվարին։ Կարծես թե մենք մոտենում ենք շատդաունի ավարտին, դուք շատ շուտով կիմանաք, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սենատի կողմից ընդունվելուց հետո օրինագիծը պետք է հաստատվի հանրապետականների կողմից վերահսկվող ներկայացուցիչների պալատի կողմից, ապա ստորագրվի Թրամփի կողմից գործընթաց, որը կարող է տևել մի քանի օր։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ Գերմանիայում ժողովրդավարությանը սպառնացող ներկայիս սպառնալիքը այնքան լուրջ չի եղել, որքան երկրի վերամիավորումից ի վեր։ Նա այս հայտարարությունն արել է Բերլինում նոյեմբերի 9-ին, երբ Գերմանիան նշում է Բերլինի պատի փլուզման տարեդարձը եւ նաեւ հիշում 1938 թվականի հրեական ջարդերի զոհերին։ Մեր միասնական երկրի պատմության մեջ երբեք ժողովրդավարությունն ու ազատությունը նման հարձակումների չէին ենթարկվել, ասել է պետության ղեկավարը։ Նա սպառնալիքների շարքում նշել է նաև Ռուսաստանը։ Եվ հիմա սպառնալիքը գալիս է աջ ծայրահեղական ուժերից, որոնք հարձակվում են մեր ժողովրդավարության վրա եւ վայելում են բնակչության հավանությունը, ասել է Շտայնմայերը։ Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա եղանակով։ Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը շեշտել է, որ գոհ է ներկայիս զարգացումներից, հաղթանակից հետո քամիներ են փչում եւ Թուրքիան գոհ է դրանից։ Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա եղանակով, հայտարարել է Էրդողանը։ Խոսելով խաղաղության գործընթացից, Էրդողանն ասել է. Ավելի քան 30 տարվա անկայունությունից հետո Հարավային Կովկասում բացվել է հնարավորության պատուհան հարատև խաղաղության եւ անվտանգության համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ։ Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումները կոնկրետ արդյունքներ կտան։ Անտալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումը կանցկացվի հաջորդ տարի ապրիլի 17-ից 19-ը։ Եթե Ադրբեջանը համաձայնվի, կարելի է կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպում։ Այս մասին ԱՊԱ-ին ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա նշել է, որ եռակողմ հանդիպման անցկացումը կախված է բացառապես Ադրբեջանի դիրքորոշումից։ Մենք հաճախակի հանդիպումներ ենք ունենում Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ։ Մենք նաեւ մի քանի հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի տրանսպորտի նախարարի հետ։ Եռակողմ հանդիպման անցկացումը հնարավոր է միայն Ադրբեջանի համաձայնությամբ։ Եթե նա համաձայնվի, մենք լիովին պատրաստ ենք, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը մեզ համար մեծ նշանակություն ունի, ասել է Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նախարարի խոսքով թրիպի բացման նախապատրաստական աշխատանքները ընթանում են բարձր մակարդակով եւ որ Ադրբեջանի հետ բավականաչափ համակարգված աշխատանք է իրականացվել։ Մենք նախապես պլանավորել ենք, թե ինչ պետք է արվի խաղաղության գործընթացի լիարժեք ավարտից հետո։ Բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները կատարվել են։ Նախկինում մենք բազմաթիվ համատեղ նախագծեր ենք իրականացրել, ուստի դրանք նորից սկսելու անհրաժեշտություն չկա։ Նիգերիան պլանավորում է 2.5-ից 3 միլիարդ դոլար հայթայթել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար։ Այս մասին հաղորդել է Արևմտաաֆրիկյան երկրի նախագահի մամուլի ծառայությունը։ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի ժամանակ սենատոր Քաշիմ Շետիման ըստ որոշ տեղեկությունների մի շարք հանդիպումներ է անցկացրել Նիգերիայի ածխածնային շուկաներին սեփական նախագծերի միջոցով մասնակցության վերաբերյալ։ Սա Նիգերիային հնարավորություն կտա առաջիկա 10 տարիների ընթացքում ներգրավել 2.5-ից 3 միլիարդ դոլարի ածխածնային ֆինանսավորում, ասվում է հրատարակության մեջ։ Պաղեստինյան համաշարժումը միջնորդներին տեղեկացրել է, որ պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայի հատվածից, Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Ալ Ջազիրային հայտնել է Համասի խոսնակ Իսմայիլ Ռադվանը։ Հրատարակությունը նշել է, որ Համասի մարտիկները պլանավորում են լքել դեղին գծի սահմանազատման գոտին, որտեղ իսրայելական զորքերը նահանջել են հրադադարի համաձայնագրի համաձայն։ Ավելի վաղ Ալժիրում արմատական պաղեստինյան համաշարժման ներկայացուցիչ Յուսեֆ Համդանը հայտարարել էր, որ Իսրայելի կառավարության հաշվարկները Ռաֆահի թունելներում թաքնված Ալ-Քասամի բրիգադների մարտիկները կհանձնվեն չեն իրականանա։ Նոյեմբերի 8-ին Սամարղանդում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օր հռչակելու մասին բանաձևը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օր սահմանելու վերաբերյալ Հայաստանի նախաձեռնությանը սատարել եւ համահեղինակել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի շուրջ 130 անդամ պետություններ։ Բանաձևն ընդգծում է փոքր կղզի զարգացող պետությունների խոցելիությունները եւ դրանց նկատմամբ միջազգային ուշադրության, համերաշխության եւ աջակցության անհրաժեշտությունը։ Փաստաթղթով ապրիլի 25-ը սահմանվում է որպես փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օր։ Բանաձևի ընդունման կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ դեսպան Արամ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր կոնֆերանսին եւ բանաձևի համահեղինակ պետություններին փաստաթղթին միաձայն աջակցելու համար, ինչպես նաեւ վերահաստատել է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոքր կղզի զարգացող պետությունների բարեկամների խմբի համահիմնադիր եւ համանախագահ պետության կարգավիճակում փոքր կղզիներ զարգացող պետությունների կարիքների հասցեագրման հարցում շարունակական հանձնառությունը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29, ապա Բենյամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցներում ձևավորված քննական կենտրոններում հետևել է կամավոր ատեստավորմանը։ Երևանում եւ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ձևավորվել են 53 քննական կենտրոններ, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովել գերարագ ինտերնետային կապով։ Նախարարը քննական կենտրոնների պատասխանատուների հետ քննարկել է կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր, հույս հայտնելով, որ ատեստավորման արդյունքները դրական կլինեն, արդարացնելով մասնակիցների սպասումները։ Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են էլեկտրոնային ձևաչափով, համաձայն ընթացակարգի արդյունքների մասին ուսուցիչները իրազեկվում են անմիջապես քննության ավարտից հետո բողոքարկում կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է հատուկ ռազմական գործողությունի պատասխան Ռուսաստանին Ուկրաինայից եւ ՆԱՏՕ-ից սպառնացող գոյության սպառնալիքի։ Այս մասին ՌԻԱ Նովոստի տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի աշխատակազմի նախկին ղեկավար պաշտոնաթող գնդապետ Լոուրենս Ուիլկերսոնը։ Նախկին պաշտոնյայի խոսքով նա հստակ հասկանում է հատուկ գործողություն սկսելու պատճառները։ 2002-ից 2005 թվականներին ԱՄՆ պետքարտուղարի գրասենյակում ծառայելիս Ուիլկերսոնը տեղեկացել է Ուկրաինայի հյուսիսատլանտյան դաշինքի
ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերի մասին։ Նախկին գնդապետը նշել է հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունների անդամակցելու ծրագրի մասին եւ երբ ես իմացա, որ մենք հսկայական ջանքեր ենք գործադրում Ուկրաինային ՆԱՏՕ-ում ներգրավելու եւ այս գործընթացը ղեկավարելու համար դեռևս 2005-2006 թվականներին եւ սկսելու ենք այն ակտիվորեն խթանել 2011, 12, 13 եւ 14 թվականներին, ես մտածեցի, որ մենք խելագար ենք եւ լիովին խելագար, ասել է նա։ Նախկինում գնդապետը նշել է, որ հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունները համատեղ առաջ մղեցին այս անիմաստ նախաձեռնությունը, որից հետո Ռուսաստանի առաջնորդը ճանաչեց իր երկրի համար գոյության սպառնալիքը եւ ձեռնարկեց համապատասխան միջոցներ։ Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը նոյեմբերի 8-ին հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան։ Բեապար հայրապետը հանդիպումներ կունենա Կալքաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգեբարձուների, հայոց մարդասիրական ճեմարանի տնօրինության եւ ուսուցչական կազմի հետ ճեմարանի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ։ ԱՄՆ վարչակազմը մտադիր է շարունակել ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո նա նշել է, որ հանդիպման ժամանակ մասնավորապես քննարկել են պատերազմի եւ խաղաղության հարցերը։ Հունգարիայի վարչապետը նշել է, որ համաձայն ԱՄՆ առաջնորդի հետ, որ խաղաղության ջանքերը պետք է շարունակվեն։ Երկու երկրների կառավարությունները վճռական են շարունակելու խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ Ամուրի ասուլիսի ժամանակ ասել է Օրբանը։ Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադուղերի տրանսպորտային միջոցների շահգործումը կարգելվի։ Ոստիկանության լրատվական հիշեցում մասնավորապես տրանսպորտային միջոցի շահգործումը կարգելվի, եթե թեթև մարդատար ավտոմոբիլների եւ մինչեւ 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված են ձմեռային անվադուղեր, սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահգործման համար նախատեսված ձմեռային անվադուղերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 մմ եւ դրանից պակաս է։ Նախատեսված պահանջների խախտման համար գործում է վարչական պատասխանատվության միջոցներ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության առաջնահերթություններից է քաղաքացիների կյանքի եւ առողջության համար անվտանգ միջավայրի ձևավորումը։ Երթևեկության հարգելի մասնակիցներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվատուղեր, թույլատրելի պահպանաշերտով ցուցաբերել գիտակից իրավահար եւ օրինապահ վարքագիծ։ Իսկ այժմ սպորտի լուրերից 17-ամյա Վահե Սուքիասյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն, այս մասին հայտում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Վահեն 9 միավորից վաստակեց 7 միավոր եւ կիսեց 1/3 հորիզոնականները լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Շնորհավորում ենք Վահեին ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ եւ մաղթում նոր հաղթանակներ, նշվում է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ-ի վրա հնարավոր հարձակման թիրախ կդառնան մարտավարական գծերը, պահեստները եւ տեղեկատվական համակարգերը։ Այս մասին հայտնել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը արդյունաբերության ղեկավարների, ռազմական ղեկավարների եւ կառավարության պաշտոնյաների առջեւ ունեցած իր ելույթում։ Մենք կարող ենք պատերազմ սկսել միայն այնքան ժամանակ, քանի դեռ մեր լոգիստիկան աջակցում է մեզ։ Մեր հակառակորդները գիտեն դա եւ նրանք կհարձակվեն մեր մարտավարական գծերի, նավահանգիստների, օդանավակայանների, պահեստների եւ տեղեկատվական համակարգերի վրա, մեզ կազմաքանդելու համար, ընդգծել է նախարարը։ Ավելին, Հեքսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անհրաժեշտության դեպքում պատերազմի մեջ կմտնի իր առկա ռեսուրսներով եւ կհաղթի։ Հեքսեթը պնդել է, որ Վաշինգտոնն իր տրամադրության տակ ունի լավագույն եւ ամենահզոր զենքերը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերահաստատել է իր երկրի կողմից ուկրաինացի միգրանտների նկատմամբ ջերմ ընդունելությունը, նշելով, որ նրանց համար երկրի պայմանները դրախտ կթվա։ Եթե ուկրաինացիները գան մեզ մոտ, դա օրհնություն կլինի։ Ուկրաինացիները մեր ժողովուրդն են, ասել է պետության ղեկավարը։ Նա հավելել է, այնտեղ մարդ չի մնացել, որ գա։ Ուկրաինացիների համար նույնիսկ մեր գյուղական ագրոքաղաքները դրախտ են, հայտարարել է Բելարուսի ղեկավարը։ Եվրամիության երկրները ստիպված կլինեն Ուկրաինային վճարել վարկի տոկոսները, եթե Ռուսաստանի բանկի սառեցված ակտիվներից 140 միլիարդ եվրո փոխանցելու ծրագիրը ձախողվի։ Այս մասին հայտնել է Financial Times թերթը։
Եվրոպական հանձնաժողովը զգուշացրել է, որ Եվրամիության երկրները ստիպված կլինեն տարեկան մինչև 5.6 միլիարդ եվրո տոկոս վճարել շարունակական հիմունքներով, եթե չկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի համար 140 միլիարդ եվրոյի վարկային փաթեթի վերաբերյալ, նշվում է հաղորդագրության մեջ։ Հրապարակման համաձայն, այս սցենարի դեպքում Իտալիան տարեկան կհատկացնի 675 միլիոն եվրո, իսկ Բելգիան գրեթե 200 միլիոն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հանդիպումը սև բիծ էր Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ բանակի փոխգնդապետ Դենիել Դեվիսը։ Զելենսկու համար այս հանդիպումը նման է սև բծի, քանի որ իրականությունը ընդունելու փոխարեն, ինչպես արդեն արել է Վիկտոր Օրբանը, նա հրաժարվում և համառորեն անտեսում է ակնհայտը, այն, որ ամեն ինչ ավարտվել է, ասել է փոխգնդապետը։ Մասնագետի խոսքով Ուկրաինայի նախագահը հույսը դնում էր եվրոպացի հովանավորների վրա, անտեսելով Ռուսաստանի առաջարկները ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ եվրոպացիները կոչ են անում Կիևին մերժել խաղաղ բանակցությունների ցանկացած առաջարկ և շարժվել առաջ, անտեսելով առողջ բանականությունը։ Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը Եվրոմեդիայի հետ զրույցում նշում է, այլընտրանքային մատակարարները օբյեկտիվորեն չեն կարող Հայաստանին առաջարկել գազի մատակարարման ավելի շահառու պայմաններ գնի առումով։ Մենք գազ ենք ստանում նաև Իրանից, Հայաստան Իրան գազամուղ կա, որը աշխատում է ճիշտ է իր հզորության 15-ից 20%-ի չափով։ Բայց որպես այլընտրանքային կա, ուղղակի խնդիրը գնի մեջ է։ Էժան գազ հիմա աշխարհում չկա։ Օրինակ եմել սրանք սիրել Ադրբեջանը գազը վաճառում է իր գազը Թուրքիային մոտավորապես 270-280 դոլարով։ Մենք գնում ենք այդ գազը ռուսներից 165 դոլարով, որպեսզի հասկանանք էլի տարբերությունը գնային։ Հետևաբար այլընտրանք որ չկա, ասում ենք հիմնական գնային առում։ Նույնն էլ Իրանի Իսլամական Հանրապետություն իր գազը վաճառում է օրինակ նույն Թուրքիային 400 դոլարով։ Դա Թուրքիան շատ քիչ է գազը վերցնում Իրանից, բայց վերցնում է մասը մոտ 3 միլիարդ խորանարդ մետր տարեկան։ Բայց 400 դոլարով, այսինքն որ հասկանանք էլ Եվրոպայում գները էլ ավելի թանկ է։ Այսինքն խնդիրը ոչ թե գազ չկա, այլ խնդիրը էժան գազ չկա։ Դրա մեջ է իսկ մեր տնտեսությունը իրականորեն կախված է այդ գներից։ Իրական մատակարարը ռուսական, որտեղ ինքը էժան է, առաջին հերթին։ Այսինքն այլընտրանքային մատակարարները բացի ռուսական կողմից Հայաստանին չեն կարող առաջարկել ավելի շահառու պայմաններով։ Ավելի sense մրցակցային գնային տարբերակ չկա այսօր։ 165 դոլարով, որը սահմանին մեզ վաճառում են, այդ տիպի գազ ոչ Իրանը, ոչ Ադրբեջանից լուրջ չի քննարկի, բայց ոչ մեկը չի կարող առաջարկի։ Արմեն Բադալյանն էլ իր հերթին նշում է, եթե հայկական կողմը հրաժարվի ռուսական գազից, կախվածության մեջ է հայտնվելու ադրբեջանական գազից, իսկ Ադրբեջանն էլ ցանկացած պահի կարող է դադարեցնել գազի մատակարարումը։ Տնտեսական ոլորտում 3 ազդեցիկ Ռուսաստանը գործողներ։ Մեկը հեծներ, որը խրվեց ուրեմն Տաշիրտեցից, այդ Սամվել Կարապետյանից, եւ դա ոնց որ ազգանացումը։ Երկրորդը երկաթուղին է, որը 26 թվականին ուղղակի ավարտվում է այսպես պայմանագրային ժամկետը եւ ռուսական երկաթգիծը գնում է հաստատած, եւ երրորդը Գազպրոմ Արմենիան է, այսպես ասենք, ոնց է մանակոչվում, որը մնացել է ռուսական վերջին տնտեսական գործոնը, դա կարող են գնահատել եւ ձեռքից վերցնել։ Եվ փաստացի Հայաստանը ոնց որ հասկանում արդեն խոսակցություններ է վարում, որ կարող է Ադրբեջանից գազի ներկրման գործ իրականացնել, բայց հաշվի առնելով այն խնդիրը, որ Ադրբեջանին իր գազն է պակասում, այսինքն իր համար անհրաժեշտ գազը, որը նաև ինքը պայմանագրով Եվրոմիությանն է ուրեմն վաճառում համ Իրանը, համ Եվրոմիությանը, նաև հաշվառելով այն հանգամանքը, որ Եվրոմիությունը պատժամիջոցներ է կիրառել Գազպրոմի նկատմամբ, շատ դեպքերում Գազպրոմը հենց իր գազը Ադրբեջանի գազի խողովակներով ուրեմն վաճառում է որպես ադրբեջանական գազ Եվրոմիությանը։ Եվ եթե Հայաստանը Գազպրոմը վերցնի եւ փակի Ռուսաստան-Հայաստան գազին, այսինքն ներկայմանը հնարավորությունը, ապա բնականաբար եթե Գազպրոմը Արմենիան վերցնի, ապա Ռուսաստանը գազը սահմանը թանկացնում է, դա բերում է Հայաստանում գազի գնի մի քանի անգամի ավելացում։ Եթե գազի սահմանի գնին թանկանում է, թանկանում է նաև սպառողին, դա բերում է ավելացում։ Եթե դա չեն ուզում անել, դա փորձեն ինչ որ Ադրբեջանից գազ գնել, ապա դա նույնպես բերում է ավելի վտանգի, դու կախվում ես ընդհանրապես Ադրբեջանից, դա հաց Ադրբեջանը կամ գազ ունի, թե չէ, եւ երկրորդը դու իրենց կախվում ես գրում։ Նո Հայաստանը շատ գազ պահանջարկ չունի, բայց այնուամենայնիվ կախվում ես լինելու Ադրբեջանից։ Ցանկացած
քայլ, որը չի բխա Ադրբեջանի շահից, ինք անմիջապես գազը կփակի։ Այս ռանկը բերի այդ գազի, այսպես Ռուսաստանից դուրս գալը։ Իհարկե իրանական գազի հետ էլ կարող են բան անել, փորձել Իրանից գազ ներմուծել, բայց հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները դա գլոբալիստերի դրածոներ են, իսկ գլոբալիստները, Եվրամիությունը այդքան էլ շահագրգռված չէ Իրանի հետ գազի խնդիրը լուծեն, թույլ չի տա Հայաստանը, որպես ինքը Իրանից գազ ներմուծի։ Եվ փաստորեն դա կմնա ուղղակի Ադրբեջանից կախման վիճակում գտնվող։ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել։ Նա այս անգամ մեղադրվում է լիազորությունները չարաշահելու համար։ Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ այս գործով մեղադրյալ է ներգրավել նաև ԳՇՊՏ-ի նախկին տեղակալ Էնրիկո Ապրիամովը։ Ըստ մեղադրանքի պաշտոնավարման շրջանում նա բնակարան է հատկացրել Մանվել Գրիգորյանի եղբոր որդուն, երրորդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին, չնայած նրան, որ մինչև այդ նա արդեն 10 միլիոն դրամ ստացել բնակարանի համար։ Նախկին նախարար Վահան Քերոբյանը Facebook-յան իր էջում գրում է. «Հոգատար մարդիկ, ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև 5 տարի քննվող եւ ավելի քան 10 տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր 1 տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։ Բնականաբար մեղադրանքը չեմ ընդունում», սիրով գրել է նա։ Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Իմն Էմնիմի ոդքասթի բացառիկ թողարկման հյուրը Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր։ Ոդքասթի հեղինակները Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահին խնդրեցին մեկնաբանել ըստ իրեն Լեռնային Ղարաբաղի հիմնադրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ինչպես ու երբ սկսեց տապալել Նիկոլ Փաշինյանը։ Կարծում եմ, որ Փաշինյանը սկզբից չի կարողացել մանրամասն տիրապետել բանակցային գործընթացին, որովհետև զուտ միայն փաստաթղթեր ընթերցելով դժվար էր համոզվել, թե այդ փաստաթղթերն ուր են տանում կողմերին։ Այնուհետև երևի թե արդեն Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ, որովհետև դրանից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք սկսեցին ինձ խիստ անհանգստացնել», ասաց Սերժ Սարգսյանը, նշելով նաև այդ իրադարձություններից հիմնականը 9 տարի շարունակ համանախագահներն ու ԵԽ անդամ երկրների արտգործնախարարները կրկնում էին այնինչ ասում էին համանախագահները, որ խնդիրը պետք է լուծվի Հայտի 3 սկզբունքների հիման վրա, բայց չգիտես ինչու 2019-ի սկզբին փոխեցին դիրքորոշումը։ Բնական է, Հայաստանի համաձայնությամբ եւ գրեցին, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքով։ Սերժ Սարգսյանը ընդգծեց իր համար դա մեծ ազդակ էր, որ վտանգը մոտենում է, որովհետև այն սկզբունքները, որոնք կային միջազգայինորեն ճանաչված սկզբունքներ էին։ Իսկ արդարության սկզբունքը շատ հարաբերական հասկացություն է, մեզ համար մի բանը կարող էր արդար լինել, մյուս կողմի համար անարդար եւ հակառակը։ Այսինքն այստեղ վիճելու այնքան տեղ կա եւ կարծում եմ դա արվել է Ադրբեջանի պահանջով։ Ինչ որ առևտուր էր կայացել, այո, մենք սրան կհամաձայնենք, բայց դու մի կրակիր սահմանի վրա, ասաց երրորդ նախագահ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրառմանը։ Սերժ Սարգսյանն ասել է, թե չի հասկանում, թե ինչպես էր հնարավոր 44-օրյա պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել հոբ միջոցների կեսը։ Ինչ կա չհասկանալու։ Ձեր թողած հոբ համակարգը ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ հոբ համակարգը մետալալոմ էր։ Բառից բուն իմաստով մետալալոմ, իսկ դաշնակիցները մեզ 3 մատի կոմբինացիա էին ցույց տալիս, դրանք նորացնելու հայցերին ի պատասխան։ Ձեզ էլ են 3 մատի կոմբինացիա ցույց տվել, հակառակ դեպքում 2018 թվականի դրության մետալալոմի փոխարեն այլ բան արկա կլիներ, ու որ հանկարծ իրենց կողմից մեզ 3 մատի կոմբինացիա ցույց տալը շատ աչք ծակող չլիներ, դաշնակիցները սիմվոլիկ 1-2 բան էին մեզ գցում։ Անհրաժեշտի 0.1%-ը, որ հետո թեմա բացվելու դեպքում մատացույց անելու բան ունենան։ Ոչ դաշնակիցներն էլ էին 3 մատի կոմբինացիա ցույց տալիս, մատացույց անելով 2 հանգամանք։ Բա եթե 2000-ից հետո բանակի մասին ասածներից թեկուզ մի փոքր մասը ճիշտ էր, դու 2018-ին ուրիշ բան պիտի ասեիր։ Պիտի ասեիր, մենք շատ երկար ժամանակ ամենամեծ ուշադրություն ենք դարձրել մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն եւ որ ամենակարևորն է հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելու, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու եւ ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունը ամրապնդելուն։ Բա ինչու այդպես չես ասել, որովհետեւ իմացել ես, որ բանակի փոխարեն Բաքից շլանգով բենզին ու սալյարկա քաշելու համակարգ ունես 2018 թվականի դրությամբ եւ ոչ թե բանակ։ Փաշինյանը եւս մեկ գրառում
արմամբ է արձագանքել Սարգսյանին. «Լավ բանավեճի չեք գալիս, եկեք տանեմ ցույց տամ բանակի վերջին տարիների սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները, զինվորականների աշխատավարձերը։ Մենակ են ամենապին դիմակներից կհագնեք, որ չանեքդ հանկարծ շնգնի»։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի հարցմանը մեկնաբանել է Երասխի եւ Նախիջևանի միջև երկաթուղու վերանորոգման հարցը։ Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը հայտարարել էր, որ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի նախագծում Երասք գյուղից միջև Նախիջևանի սահման երկաթգծի վերանորոգման համար միջոցներ նախատեսված չեն։ Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման նոր հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետի գրասենյակից հետաքրքրվել ենք Հայաստանը ծրագրում է վերանորոգել այդ հատվածը։ Եթե այո, ապա ինչ միջոցներով։ Սպուտնիկ Արմենիան հետաքրքրվել էր նաև, թե արդյոք Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա, որ նրանք նույնպես պետք է վերականգնեն երկաթուղու իրենց հատվածը։ Սադարակից միջև Երասք գրում է լրատվամիջոցը։ Թեհրանը խնդրում է Վաշինգտոնին վերացնել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները եւ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է լսել Իսլամական Հանրապետության իշխանություններին, ինչպես հաղորդել է Reuters-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Փետրվարի 4-ին Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով վերականգնվում է Վաշինգտոնի առավելագույն ճնշումը Թեհրանի վրա։ Փաստաթուղթը մասնավորապես ուղղված է Իսլամական Հանրապետության կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելուն։ Այն նաև կոչ է անում Վաշինգտոնին ակտիվացնել իրանական նավթի արտահանման կրճատման ուղղված ջանքերը։ Իրանը հարցնում է, արդյոք պատժամիջոցները հնարավոր է վերացնել։ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ն շատ խիստ պատժամիջոցներ է կիրառում եւ դա դժվարություններ է ստեղծում այդ երկրի համար անելու այն, ինչ ցանկանում է։ Ես պատրաստ եմ լսել նրանց, տեսնենք թե ինչ կլինի, ասել է ԱՄՆ նախագահը։ Ֆինլանդիայի խորհրդանի նախկին անդամ Անո Տուրտիայինենը մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանում։ Այս մասին հայտնել է ֆիննական հրատարակությունը։ Իսկական ֆիններ եւ իշխանությունը պատկանում է ժողովրդին կուսակցությունների խորհրդանի նախկին անդամ Անո Տուրտիայինենը հայտարարել է, որ մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանից։ Ասվում է հայտարարության մեջ. ռուսամետ հայացքներ ունեցող նախկին պատգամավորը տեղափոխվում է Մոսկվա եւ պլանավորում է ռուսերեն սովորել։ Այս մասին վերջինս հայտարարել է Մոսկվայում կայացած Յալթայի միջազգային ֆորումում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկրին անհրաժեշտ չէ Բելարուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի բարությունը։ Այս մասին նա հայտնել է մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դարձել է չափազանց շատախոս։ Նրա այսպես կոչված բարությունը մեզ պետք չէ, նշել է Զելենսկին։ Ավելի վաղ Լուկաշենկոն ուղերձ էր հղել ուկրաինացիներին, առաջարկելով այցելել Բելարուս եւ խոստանալով ընդունել նրանց բոլոր անհրաժեշտ պայմաններով։ Նախքան դա նա արձագանքել էր Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու արտահայտությանը, որով վերջինս իրեն եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել էր ծերուկներ, դա որակելով որպես լրիվ անհեթեթություն։ Սուդանի Դարֆուրի եւ Կորդոֆանի շրջանների բնակչությունը ծանր վիճակում է բռնությունների աճի պատճառով եւ շտապօգնության կարիք ունի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը, որը նշել է, որ 2025 թվականի միջազգային մարդասիրական արձագանքման ծրագիրը ներկայումս ֆինանսավորվում է միայն 28%-ով։ Դարֆուրի եւ Կորդոֆանի շրջաններում աճող մարդասիրական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է անհապաղ լրացուցիչ աջակցություն, նշել է գրասենյակը։ Այս տարի Սուդանի մարդասիրական արձագանքման ծրագիրը ֆինանսավորվել է միայն 28%-ով, չնայած այս կարիքին։ Մինչ օրս ստացվել է անհրաժեշտ 4.16 միլիարդ դոլարից 1.17 միլիարդ դոլարը։ Գրասենյակը ուշադրություն է հրավիրել հազարավոր ընտանիքների առջև ծառացած ծանր մարդասիրական իրավիճակի վրա, որոնք վերջերս բռնության հետևանքով փախել են հյուսիսային Դարֆուր նահանգի Էլ-Ֆաշեր քաղաքից։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում եւ Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ից 3-ը 8-ից 12-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը 8-ից 9-ից 3 աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։